Սարոնը ավելի շատ վարձատրում, թե Սուպեր Սաքոն։ Արան սենց բրունսկով խփում է այդ բանին, ապակիներին։ Արա Մարտիրոսյանը։ Այո, այստեղս կանգնած գոռում է։ Լացում եմ, Կարեն Սևակը մոտիկացավ։ Արի գնանք բարիշենք։ Դու կոնֆլիկտ ունեցար ու բավականին սուր կոնֆլիկտ Arm Games-ի շրջանակում։ Այս առաջի անգամ է սրա մասին խոսացվում, ոչ միտեղ չգիտես սա։ Դու ասում ես, որ նա քեզ հարվածել է։ Ինձ համար չկա կին եւ տղամարդ հավասարություն։ Քեզ մեկնաբանություններում ինչ ասես գրում էին։ Նենգես։ Այն մարդիկ, ովքեր կխոսեն վատ իմ մասին, ես իրանցով մոտիվանում եմ։ Ողջույն։ Թիվ թվաբանության այսօրվա այս հարմար բազմոցին հյուրընկալել ենք այն մի քանի կիլոանոց, ես չեմ ասում, Սարոն է ասում, աղջկան, որին պարբերաբար տարբեր համերգների ժամանակ բուռն ծափահարում են։ Լիլիթ Գալստյան։ Ողջույն Լիլ ջան, շնորհակալ եմ, որ այստեղ ես։ Դու էլ ներկայացիր, հա, թե քանի արտիստի հետ ես աշխատում եւ ինչ մեծ գործ ես դու անում կադրից դուրս։ Ողջույն, շնորհակալ եմ հրավերի համար։ Հիմնականում 3 արտիստի հետ եմ աշխատում, բայց ցավոք սրտի Արան Մարտիրոսյան լքել է մեր աշխարհը, ասենց ասեմ, իր երկնային կյանքն է հիմա վայելում։ Մենք մնացել ենք այստեղ։ Հիմա 2-ի հետ եմ աշխատում՝ Սուպեր Սաքոյի եւ Սարո Թովմասյանի։ Մի քանի կիլոն էլ չգիտեմ, այդ ժամանակ լավ նիհար էի, դրա համար էի աչքին մի քանի կիլո երևում։ Հիմա մի քիչ բարձր քաշում է։ Չէ, կատակ եմ անում։ Լավ։ Չէ, բացարձակ չէ։ Լիլ ջան, 963 ռոբոտիկն է մեզ հետ տաղավարում, խաղ ենք խաղալու, հնչելու են հետաքրքիր տոնական հարցեր, այսօր տոնական է մեզ մոտ եթերը, բայց ընթացքում մաքսիմալ զրուցելու ենք եւ քո թվարկած արտիստներից եւ մնացած այն բուն գործունեությունից, ինչով որ դու զբաղվում ես, բացի այդ էլ Arm Games-ում քո այդ գժական կերպարից եւ բազմաթիվ կոնֆլիկտներից։ Պատրաստ ես։ Այո։ Լսենք առաջին հարցը։ Քանի դիտում ունի Սուպեր Սաքոյի ամենահայտնի տեսահոլովակը։ Իսկ ձեր համար ո՞րն է ամենահայտնի տեսահոլովակը։ Ամենադիտվածը հավանաբար։ Ինքը թվային տվյալները վերամշակում եւ ներկայացնում։ Նայր, եթե մենակ YouTube-յանով նայենք, մոտավորապես 100 քանի միլիոնա մենակ եթե Միգնայի մասին է խոսքը։ Ինձ թվում է YouTube-ն է ամեն դեպքում հաշվելու որպես real թիվ, որը պաշտոնապես կա, այնպես որ դե փորձի հիշի։ Հիմա Սուպեր Սաքոն գործից հանում է Լիլիթին։ Չէ, հա, դիտումների համար տենց պրիմիտիվ բաները ոնց կարա հանի։ Սուտ էլի, վաղը թնդում է։ Սա քլի մի հատ ասա։ Չեմ հիշում, չգիտեմ։ Դե մոտավոր թիվ պիտի կռահենք ու գրենք գրատախտակին։ Մի հատ հիշել Լիլ, խնդրում եմ, սենց օքեյ։ Շատ 190 Լիլիթի կարծիքով Սուպեր Սաքոյին մոտ կանգնած աղբյուրները մեզ 190-ի մոտ են տանում եւ 150 իմ կարծիքով։ Հիմա ինքը ճիշտ պատասխանը մեզ կասի։ Միգնա տեսահոլովակը YouTube-ում ունի ավելի քան 210 միլիոն դիտում։ Լիլիթը այնուամենայնիվ ավելի մոտ էր, քանի ես, բայց աշխատավարձից կարող է պահել Սուպեր Սաքոն քո։ Ես կզանգեմ կբարեխոսեմ իրան։ Չի կարա տենց բան անի, հա։ Լիլ, արի, քանի որ հիմա կոնկրետ աշխատում ես Սարոյի ու Սուպեր Սաքոյի հետ, փոքր բլից անենք, տեսնենք ով է ավելի լավը քեզ համար։ Երկուսն է ավելի լավն են։ Հիմա բլից կանենք կտեսնենք։ Չէ, աշխատի երկուսի հետ։ Սարոնը ավելի շատ վարձատրում, թե Սուպեր Սաքոն։ Նայ, իմ հոնորարը ֆիքսված է։ Այս դեպքում չես կարող ոչ մի բան ասես, այո, ունենք կոնկրետ պայմանավորված բաներ, դրանք է անում ենք։ Բայց ով ավելի առատաձեռն։ Երկուսն էլ։ Առատաձեռն չլինեն, ինչի համար ես պետք է աշխատեմ իրանց։ Այն աշխատավարձից դուրս, այն որ դե մի հատ Երկուսն էլ են, գիտես, առատաձեռն չեն, տղամարդուն վայել են, ասենց ասեմ։ Երկուսն էլ գիտեն գնահատել եւ աշխատանքը, գիտեն եւ արդեն կանացի են մանր-մուներ մարտի 8, փետրվարի 14 Այդ է խոպեցի։ Մարտի 8 ապրիլի 7։ Շատ առատաձեռն են տղամարդկանց տոներին էլ են քեզ նվերներ տալիս։ Փետրվարի 14-ը вообще տղամարդկանց տոն չէ։ 14 չէ, 23, ասենք, հունվարի 28։ Չէ, դա ես իրանց պետք է տամ, ես չեմ տալիս, այ դրանց համար կարան ինձ։ Չէ, չես տալիս։ Ինչի՞ բա։ Տղամարդուն ինչ նվեր տաս։ Չէ։ Տենց է, չէ։ Все-таки կինը պիտի տա, ձերը ինչ է, մի հատ թրաշի հետ պրիբորնա ու նասկի։ Ես այտենց եմ հիշում, մաման, պապային տենց էր։ Սարոնը ավելի հումորով, թե Սուպեր Սաքոն։ Ոյ, ոստովոց իմ երկուսը փառահեղ են, իրանք հումորի գուրուներն են։ Մի հատ
Գիտես, սենց ասեմ, մեր հայկական մետալիզետի համար բնականաբար սարոն է, տենց, չէ, որտեվ մեր այստեղի ապրողն ու ստեղի հումորը մենք ընկալում ենք։ Սուպերը Ամերիկայի մետալիզետին համար պատասխանա, բայց էլի այնց ստեղին էլ է, էլի, չգիտեմ, չէ երկուսն էլ։ Սարոնը ավելի կոնֆլիկտային, թե սուպեր սաքոն։ Աշխատանքի մեջ պահանջկոտ ավելի շատ սարոն է։ Աշխատանքի մեջ եմ դիտարկում, դե բնականաբար մնացյալ դեպքերում չգիտեմ ինչքանով կոնֆլիկտային կարա լինի, աշխատանքի մեջ շատ պահանջկոտ է ու կարա երբեմն լինի դեպքեր, երբ որ կոնֆլիկտի դա կբերի։ Բայց քանի որ մենք շատ ենք իրար սիրում եւ հարգում եւ մեր սահմանները չենք անցնում աշխատանքային, հետո տենց պատճում եմ, ասում եմ շնորհակալություն, անցնում ենք առաջ։ Լավ, իսկ հետաքրքիր, բայց էլի մի քիչ զավեշտալի պատճառ, որից հետո կոնֆլիկտ ա եղել, կհիշես։ Մեր կուլիսային կյանքից կարամ Արայից ասեմ, որ պատկերացնես ինչ կարգի կոնֆլիկտային կարար լիներ ամեն ինչ, երբ որ Արա Մարտիրոսյանը։ Այո, երբ որ պլանավորում էինք համերգ պետք է անենք ու որոշել ենք մեքենա պետք է խաղարկեինք։ Ու խաղարկության այդ ընթացքում ինքը անընդհատ մինչև պլանավորելը, մինչև համերգի օրը գալու մենք sense պատկերացնում էինք, որ հեսա որ մեքենան պետքա հաղթի, ինքը բեմ պետքա դուրս գա, հուզվի։ Բնականաբար ինձ էլ ես էլ մեքենա թիքետ առնելուց հաղթեմ, դուրս գալուց sense պետքա sense շատ ոգևորված, չէ՞ լինեմ։ Մի խոսքով sense սպասում ենք, մեծ սպասումներ ունենք, որ հեսա գալու է բեմ հասնի, հուզվի, մենք բանալին տանք, sense վաու բան լինի։ Մի հատ կին է գալիս։ Պրոստը տակ ոնց որ անցնում էր այդտեղով, տենց թիքետը տվել են իրան։ Ինքը եկել է հաղթել է։ Ու ինքը իդեպ հաղթել է ուրիշի թիքետով։ Դիմացի նստած կինը տվել է իրան, հա, ասել է բանը, այս վերցրու քեզ, եթե հաղթես քոնն է լինում, ու գալիս է բարձրանում է բեմ, ավետը այնտեղ այտենց ոգևորված, վաու, դիմավորում ենք մեր հաղթողին, արան սենց սպասում ենք, որ էսա այդ կինը պետք է բարձրանա ոգևորու, եկեք ասես բանալին վերցրեց ու գնաց։ Ես հիմա սենց վազելով իջնում եմ ներքև, դվինի բակում ենք դրել մեքենան, այդ դրամսը երեխեքը խփում են, սալյուտներ, բաները պետք է անեն, որ այդ կինը գա նոր տամ, չէ, բանալին իրան, եթե ինքն է հաղթებ, ինքը պետք է մոտենա, նոր սալյուտ խփենք, նոր նվագենք, ես տենց կանգնած սպասում եմ, դե դեմքն է չեմ ֆիքսը, այնքան արագ այդ ամեն ինչ եղավ, ու մի պահ սենց աչքերս բարձրացնում եմ վերև, տեսնեմ պատուհանից, արան սենց բռունցքով խփում է այդ բանին, ապակիներին, ասում է շուտ միացրու այդ ֆանֆարները, շուտ այդ սալյուտները խփի, ասում եմ, բայց չկա այդ կին, ասում է, ինձ չի հետաքրքրում, շուտ արա, ստիպված սենց այն որ երեխեքին գլխով եմ անում, սկսում են նվագել, բախտս բերում է այդ կինը հայտնվում է այդտեղ, տալիս եմ, հիմա ներս եմ բարձացել վերև, որ ասեմ ինչի ես էլի այտենց բան արել, ինքը այտենց աժոտաժով էր սպասում, որ պետք է ընդունի նվերը, ինքը իմիջայլոց վերցրեց գնաց։ Հիմա այստեղս կանգնած գոռում է։ Ես ասում եմ, ես որոշել եմ, ես պիտի անեմ, որ այդ դիրքից գոռում ու ասեմ դա ամենաառաջին տարին էր, որ մենք իրար հետ աշխատում էինք 20 թվին, ամենաառաջին անգամ սենց ես լացում եմ ինքը գոռում է, ես չեմ կամ կոկորտս խեղդում է, չեմ կարա պատասխանեմ, նախ որ տղամարդ է չեմ կարա պատասխանեմ, երկրորդը որ արտիստա ով որ դիմել է ինձ, որ ես իր համար գործ անեմ, ով եմ ես, որ ես իրան պատասխանեմ։ Մի խոսքով լացում եմ, ինքը գոռած իջավ ներքևը նստեց, սենց ասեցի վերջ ուրեմն էսի էդ էր էլի մենք էլ կյանքում չենք աշխատի իրար հետ, սենց նստել եմ աստիճանների վրա լացում եմ, Կարեն Սևակը մոտիկացավ, հետո ավետը, բա հասկացի ինքը տենց էմոցիոնալ է, դու նոր ես իր կյանք մտել դու չգիտես իր առօրյան ոնց է, ինքը սենց շատ զգացմունքային տղամարդ է, բան, արի գնանք բարիշենք, տենց պրոշ առաջ, իջնում եմ ներքև կոֆե է խմում, արդեն իր այդ ներվային վիճակն էլ էր թողել, եկավ գրկեց, ասում է կներես, այսքան ժամանակվա մեջ բան չէի կարում անեի, էներգիաս ոչ միտեղ չէի կարում հանեի, սենց լարված 2.5 ժամանոց համերգ են կարել ու մենք սպասում ենք, որ հեսա գալու են այդ հաղթողները, տենց ինչ-որ էմոցիոնալ էլի, ինչ-որ բաներ տան, եկան իմիջայլոց վերցրեցին գնացին, այդ օրվանից հետո, ասեմ Աստված ջան, երբ որ ես սկսեմ աշխատել, նախ մենակ տղա արտիստի հետ եմ աշխատում, երբևէ ոչ մի արտիստ աղջիկ չի կարա լինի, չէ։ Նայր, բնավորությամբ ես ավելի մոտ եմ տղամարդու տեսակին։ Ես փոքրուց մեծացել եմ տղաների հետ, իմ աղբերների հետ, իմ շրջապատում գերակշռող մասը միշտ տղամարդիկ են, ես աղջկա հետ լեզու գտնել չեմ կարող։
արտիստների մասին է խոսքը, որտեվ ես գիտեմ կոնկրետ ես A կետից B կետ գնալու իմ ճանապարհը ու ես գիտեմ մենք ինչ պրոգրես ենք ունենալու, բայց երբ որ դիմացինդ չի կարողանում ընկալի քո միտքը, այսինքն դա ամբիցիոզ է լինում, իր ճաշակն է լինում, կամ մտահորիզոնը այդքան լայն չի լինում, որ ինքը ընկալի դու ինչ ես տալիս իրան։ Դրա համար տենց ասում եմ նախընտրում։ Ուզում հասկանալ կանանց լավ բաներ ասացիր, թե ված չեմ հասկանում։ Կանանց լավ բաներ եմ ասում, շատ, ես սիրում եմ իրանց շատ, բայց աշխատել որպես այդպեսին չեմ կարա։ Վերջացրեք։ Եթե չես վերջացրեք, նա սուրճ դրեմ շարունակի։ Չէ, ես սուրճ չեմ խմում։ Դե ուրեմն լսենք երկրորդ հարցը։ Նայեցա։ Որքան արժի ամանորյա տոնակատարությունները նշելու ամենաթանկարժեք փաթեթը։ Հայաստանի մասին է, չէ՞։ Չէ, աշխարհում։ Ոյ, աշխարհում откуда мне знать։ Դե հիմա կարաս վերցնես նավերով գնաս կրուիզ, որոնք որ արժեն օրինակ, այո, վերցնենք մի քանի։ Եթե դա եմ դիտարկում, որը որ ես գիտեմ, որը ամենան է, Պատտենք։ ամենա, չէ, դա 100 միլիոն չէ, մի չէ։ 100 միլիոն, դրամի մասին է, չէ, հուսամ խոսքը ոչ թե դոլարի, հա։ $160,000 քո կարծիքով։ Այո, սա մի թիքետի գինն է, եթե կրուիզ ենք հաշվի առնում, որը որ վերցնում է ամանորյան ու տանում է իրենց սիրուն, թույն տեղ։ Դու կարող ես մասնակցել ես։ Չէ, Բայց կուզեիր։ ուզում եմ։ Իսկ կարող ես մասնակցես առաջիկայում։ Հա, մտածում եմ։ Սարան ու սուպերսակոն մի քիչ էլ որ առատաձեռն լինեն։ Հա, մի քիչ էլ տղերքը աշխատեն։ Ես գնամ նոր տարվա գիշերը անցկաց։ Նոր տարվա գիշեր չի ինքը 7 օրյա կրուիզ է։ Լսենք ճիշտ պատասխանը։ Լավ։ Գնացինք։ Դուբայում կամ Նյու Յորքում ամենաբարձրակարգ հյուրանոցներում են ամենաթանկ փաթեթները, մոտ $100,000 մեկ անձի համար։ 2-0 հաշվով առաջ է անցնում Լիլիթը Ես ինձնից։ որ մաթեմատիկայի հետ կապ չունեմ, ինչ որ թվերի հետ Բայց այս մոտիկ եմ։ մաթեմատիկա չի, Թվերի էլի։ հետ մոտիկ եմ, շարունակում եմ միտքս։ Ինձ թվում է վերջում Arm Games-ի կոնֆլիկտը իմ գլխին է ջարդվելու, անկեղծ ասած, երբ որ ես տեսա դու այն աղջկան ոնց ես հրում, ես վախեցա քեզ հետ կոնֆլիկտ ունենալ, հիմա խնդրում Ես աստված բարի եմ շատ, դա խաղա։ Եկեք հասկանանք, այդ խաղի ժամանակ ես պարտվել չեմ կարողանում։ Լիլիթ, բայց տեսել ես դու ոնց ես գնում այդ աղջկան հրում, այդ աղջիկը սենց Իրա տունիկի մեջից որ ուզում էի հանել, հա, հետո Էլենին ու քաշում ես։ Անահիտին։ Էլենը մինչև հիմա շատ լավ հարաբերությունների մեջ է, Անահիտը բարև չի տալիս։ Ինչ եմ արել այդ երեխուն, պրոստը քաշում է դուրս գա։ Դուք որ պատկաստնեք ինչ քաշելում, չէ, ուղղակի այդ պետքա տեսնել։ Դրանից հետո ես իրոք վախեցել եմ Լիլիթի հետ որևէ կոնֆլիկտ Իսկ այն ունենալ։ թելերով քաշելը հեչ, որտեվ շատ արագ տևեց, էդի չեք ֆիքսել։ Այդ քո այդ մի քանի կիլոյանոց մարմնով այդ երկու աղջկան դու նենց էիր քաշում։ Դե լավ, պատմենք, մի քիչ էլ խոսենք Arm Games-ի թեման բացել ենք։ Arm Games-ից խոսենք, հետո հետ կգանք լավ հուշեր համերգային եւ ոչ համերգային։ Դու կոնֆլիկտ ունեցար ու բավականին սուր կոնֆլիկտ Arm Games-ի շրջանակում ու կարծես թե չեք էլ հաշտվել այդ մասնակցի հետ։ Ինչն էր խնդիրը, ինչու իրեն տղամարդավայել չպահեց, ինչպես դու ես պնդում, եւ ինչ է նշանակում տղամարդավայել պահել։ Նայր, կոնֆլիկտը չի եկել ոչ մի հարթության վրա, քանի որ տղամարդու կողմից անում են քայլեր դեպի կինը։ Մենք հավասար չենք իրար։ Ինձ համար չկա կին եւ տղամարդ հավասարություն։ Եթե ես ինձ թույլ եմ տվել ձայնս բարձրացնեմ, եթե ես ինձ թույլ եմ տվել ավելորդ շեշտադրությամբ խոսալ, նշանակում է դա արդեն պիկն է, դա արդեն կոտրվել է։ Հասկանում ես։ Ինձ համար կինը ինչ ուզում է լինի, տղամարդու թևի տակ է։ Դա անձնական հարաբերություն կլինի, դա գործնական կլինի, ինչ ուզում է լինի, կինը տղամարդու թևի տակ է։ Որտեղ մենք ենթակա ենք այդ մարդկանց, որտեղ իրանք են գործող ուժը, իրանք են տանող ճանապարհը։ Մենք հետևից գնացող ենք։ Կապ չունի ես իմ աշխատանքի մեջ հաջողակ եմ, ես ինչքան եմ վարձատրվում, կամ ես ինչ կապեր ունեմ, դա կապ չունի։ Տղամարդը սենց տենենց ինքը տանողն է։ Չես վախենում ֆեմինիստների մեկնաբանություններից։ Ինձ իրանք չեն հետաքրքրում։ Այս դեպքում ասեմ, ես ունեմ իմ դաստիարակությունը։ Իմ papan որ տուն է մտնում, ես նստած լինեմ, վեր եմ կանում, կանգնում եմ։ Ես չեմ կարա պրոստը նստած լինեմ, որտեղ մտել է, տղամարդա տուն մտել։ Ես կարող եմ կանգնեմ, կարգի բերեմ, ինձ նստեմ ու շարունակեմ։ Չի կարելի ոչ մի ձև հավասարին նայել։ Ու ես այդպես նայում եմ, ներս չես շտկվի։ դե կին մտնի կնայել եմ, պաչեմ կեթամ։ Եթե տես պաչելու կին է, էլի։ Այս դեպքում այդ կոնֆլիկտը որ եղավ, իր հետ կապված ոչ մի տեսակի
Առնչություն մենք չունեինք։ Այսինքն մենք ոչ մտադրված գնացել ենք իր մոտ։ Մենք ոչ մտադրված ինչ որ բան ենք մտածել, որ իր հանդեպ անենք։ Ուղղակի կողքով անցնում ենք։ Այն քայլը ինչը որ արեց Ռաֆին, Հայդալեկը, էդ էլ ինձ չի ասե։ Վերկացավ քայլելու, միասին քայլեցինք ու գնաց Լևոնի տարյալկան շուռ տվեց։ Okay, շուռ տվեց, վաու, շոու, կայֆ, ինչի՞ չէ։ Հավես մի հատ բաներ, չէ, վայբերը տեղ։ Ինքն է դա որոշել, ես իր հետևից գնացել եմ, մենք չենք քննարկել, անգամ ես չեմ ֆիքսել, որ կարելի է տենց բան անել։ Որովհետև ի սկզբանե ես ու Ռիփսիմեն իրար հետ էինք թիմ։ Մենք որոշել էինք, որ միասին ենք պահում։ Այս առաջի անգամ է սրա մասին խոսացվում, ոչ միտեղ չգիտես սա։ Ռիփսիմեն ասեց, նայ, Ստյոպը իմ կողքն է, Ռաֆը քո կողքն է։ Արի տղերքին, որ մենակ չթողենք, ես Ստյոպի հետ լինեմ, դու Ռաֆի։ Այս ինչ գաղտնիքներ է բացահայտում ներքին խոհանոցից։ Այո, մի խոսքով, այդ ընթացքում որ պտտվում ենք, գալիս է բանը Ռուզիկի ու Կարայի բանը տարյալկանա գցում, ոգևորություն է գալիս այդ տղայի մոտ։ Ինչ, այսինքն, օքեյ, ընկերություն ես պաշտպանում, բայց մենք քեզ մոտ չենք եկել։ Կարայի հետ դու մտերիմ ես, Կարայի ընկերն ես, ես հարգում եմ քո ընկերությունը, բայց խաղի մեջ ինչ կապ ունի դու ինչի ես գալիս իմ վրա, իբրև ի պատասխան, որ Կարայի տարյալկան դու ասում ես, որ նա քեզ հարվածել է, ինքը ասում է, ես չեմ հարվածել։ Հələ փորձեր հարվածեր, հələ փորձեր մի հատ հարվածեր։ Աստված չաներ, բախտը փորձեր ինքը կարողանար ինձ հարվածեր։ Ինքը հրել է ինձ սենց։ Ինքը կպել է ինձ, հրել է։ Ով ես։ Սկսենք այդտեղից։ Խոսքով չես կարողանում այդ ամեն ինչ անես, հետո որ ասած քացով կխփեմ, հիմնականում քացով անասուններն են խփում։ Մարդիկ ոտքով են խփում։ Այտենց են ինձ դպրոցում սովորացրել։ Միգուցե սխալվում են իմ դասատուները։ Չեք հաշտվել, չի վերացել կոնֆլիկտը։ Վարդի երեխաների կնունքներ, էլի մեր խաղընկերներ Վարդը, ու մենք դժբախտաբար նույն սեղանի շուրջ էինք նստած։ Եթե որևէ քայլ կարող էր անել, ապա այդ դեպքում կգար, կասեր, գիտես, խաղը վերջացել է, ամեն ինչ անցել է, ես որպես տղամարդ վեհ, գալիս եմ քեզ ընդառաջ, արի ես ամեն ինչը թող անցնի գնա։ Ես այտենց եմ դիտարկում, ես այտենց եմ պատկերացնում տղամարդուն։ Հիմա չգիտեմ իմ պատկերացումը ինչքանով է ճիշտ, ինչքանով սուտ, բայց այդ է։ Խաղը անկեղծ էր, թե այդ շոուն, նաև կոնֆլիկտները մի քիչ պլանավորված էին, նաև Արամ Մելիքյանենց հորդորով։ Պլանավորված ոչ մի բան չկար, բոլորը այնտեղ անհատական դեմքեր էին, բոլորը արդեն իրանց բնավորությունները ունեցող մարդիկ էին, ովքեր որ չեմ կարծում կգային պլանավորված որևէ խաղի հետևից։ Ես ինքս չէի գնա։ Դե խաղում ենք, շարունակենք խաղալ։ Դուք աղոթեք ինձ համար։ Լսում ենք երրորդ հարցը։ Չնայած դու հաղթում ես։ Հեսա պարտվում եմ։ Չէ։ Չէ, դե բա ոնց։ Պարտվես, հանկարծ կարող ես դիվանից։ Չէ, լավ, դե։ Բազմոցից ուղիղ թռիչքով դեպի տուն։ Տուն որ հասնեմ լավ է։ Գնացինք։ Ոտն եք դուք ինձ նայում։ Բայց ես սիրում եմ Ամնում քան ընտանիք է խոստովանել, որ տանը մենակ ֆիլմը դիտում է ամեն ամանորին։ Վայ, ամեն չգիտեմ, մենք բոլորս ինձ թվում է ամեն տարի նայում ենք այդ ֆիլմը։ Արի ընտանիքներով հաշվենք։ Ուրեմն, Սաքոյից թաղամասում ապրում է։ Քանի մարդ է ապրում։ Մոտավորապես այդ տարածքում։ Սաքոյից տանը եղել ես։ Ես Ամերիկա չեմ եղել։ Ինձ Ամերիկա չեն քեզ Ամերիկա։ Չեն թողում։ Ով չի թողնում։ Վիզա չեն տալիս։ Ասում են դու մենակ պետքա բիզնես վիզայով գաս, ասում եմ, օքեյ, ու դիտավորյալ չեմ դիմում, բայց այս տարի արդեն 26 Սաքոն որ հրավեր ուղարկի չես կարողանա գնալ։ Հա, կուղարկի ոնց կարամ չգնամ, այդքան մարդ տարավ։ Սաքոյի papan, սկսեմ այդտեղից։ Մեր շոու բիզնեսին ովքեր որ հասել են Ամերիկա, սա իր papai շնորհիվ է եղել։ Խորթը դու ես Լիլիթ։ Հա, վեկալով երեխան եմ ես։ Բայց ոչինչ, կստացվի մի օր, իմ օրն էլ կգա։ Բայց շատ 50 միլիոն ընտանիք։ Հա, Մարդ չէ, ընտանիք։ Մարդ չէ։ Կամ դարձեմ որ ընտանիք։ Լավ, արի ես է 50 գրեմ, պարտվելուց իրար հետ լինենք էլի։ 50 միլիոն։ Մեր երևակայությունը այսօր։ Այսքանն էր։ Ես չեմ կարծում։ Ամերիկյան ընտանիքների 43%-ը, այսինքն մոտ 55 միլիոն ընտանիք դիտում է ֆիլմը ամեն տարի։ Բայց քանի որ ես ազնիվ եմ, էսի քոնն է հաղթանակը, օքեյ։ Այո, որտեվ ես քեզ այնց թխել եմ։ Գտեից չես բերել, չէ։ Թխել եմ ես։ 2-1։ Այո։
հաշվով մենք կշարունակենք։ Լիլ, քեզ մեկնաբանություններում ինչ ասես գրում էին։ Ես սիրում եմ իրանց։ Նենգես։ Գիտեն, ծանոթ են։ Լսի, մի հատ բան ասեմ, իմ ուղին ա դա, իմ միտքն ա դա, ես դրանով եմ առաջնորդվում։ Այն մարդիկ, ովքեր հետ են ինձանից, ուզում են իմ մեջքի հետևում թող շենքեր կառուցեն։ Ինձ ինչ դա։ Ինձ հավասար երեխեք։ Ինձ одноклассник կտրու։ Одноклассники ստատուսը։ Ովքերի մեջքի հետև։ Չէ, ինձանից ցածր մարդիկ, ինձ լեվելով չհասած մարդիկ, իմ աշխատանքի լեվելին չհասած, իմ կայունությանը չհասած, իմ ոտքի վրա ամուր լինելուն չհասած մարդիկ, ովքեր կգրեն շատ խորին հարգանքով իրենց։ Այն մարդիկ, ովքեր կխոսեն վատ իմ մասին, կխոսեն չարախոսեն, չգիտեմ, փորձեն ինչ-որ ցեղ շպրտեն ինձ վրա, ես իրանցով մոտիվանում եմ։ Լսենք հաջորդ հարց։ Չէ, ինձ Դեկտեմբերի մոտիվացնում է։ 31-ին Ճապոնիայում քանի զանգ են հնչեցնում նոր տարվա մեկնարկի համար։ Ես ես ավանդույթը իրենց գիտեմ, բուդդայականության մեջ է ընդունված, թիվը չեմ հիշում, բայց մի քանի տասնյակ եւ ավելի էր, եթե չեմ սխալվում, մարդու այդ տարվա աշխարհիկ մեղքերի խորհուրդն ունի։ Դե բա իրանք ոնց են հնչում են զանգերը, հաշվարկանում։ մաքրվում է։ Չգիտեմ։ Ոնց են հաշվարկանում իմ այս տարվա մեղքերը ինչքան։ Չէ, ֆիքսված է իրենց կրոնի մեջ, իրենց ուսմունքի մեջ ֆիքսված է, որ մարդը այդքան մեղք ունի։ Արի ես իմ Մոտավորապես 31-ը պահեմ, դու հիշում եմ։ հաղթիր, հավասարվենք իրար։ 38 իմ կարծիքով 50, որովհետև կարծում եմ, որ մարդու աշխարհիկ մեղքերը ավելի Դե տենց որ նայես, իմ օրական 500-ը խփում է։ Չէ, օրական չէ, ֆիքսված է իրենց մոտ։ Ֆիքսված օրական 500-ը անցնում։ Լսենք ճիշտ պատասխանը։ 107 զանգ հնչեցնում են մինչև կեսգիշեր, դեկտեմբերի 31-ին։ Եվս մեկ զանգ կեսգիշերից հետո, հունվարի 1-ին։ 108 Վում է մեր եղեք այդ մարդկանց 108 համար։ զանգ։ Դրա համար է տենց տարօրինակ են իրանք։ Անցավ խեղճ ճապոնացիների։ Ո՞й, ես Այս կգժվեմ։ աշխարհում դու ինչ-որ մեկին սիրում ես։ Այ, իմ աղջկա։ Գայը շսեր, բայց ես իրանել եմ սպանել, լրիվ կողմ։ Չէ, ես իմ աղջկան եմ սիրում Հա, մենակ։ միայն։ Այո։ Սերը, որ ես հասկանում եմ ինչա, դա մենակ իր հանդեպ է։ Ֆանտաստիկ բան է։ Համեստության տիպար աղջիկ է, իմ հետ կապ չունի։ Նրբիկ, զուսպ, խելացի, չգիտեմ այդ երեխան ոնց եմ դաստիարակել։ Եվ իմ մաման է արել։ Մի խոսքով, Քեզ էլ է մաման դաստիարակել։ չէ, ինձ պապան է դաստիարակել։ Գնում էի Մարթայի ծեծում, գալիս էի պապայի մոտ տենց բողոքում էին, ասում են, ասես բռնել է Արտուրիկի ձեռը, այդ Խորենձադյան, ասում է Խաչիկ, նայ ես երախում ծեծել, աղջիկից արուն է թափում, ասում է ով է ծեծել, ասում է աղջիկը, ասում է դե որ աղջիկը սա ծեծել, ինչ ասեմ, տղուտը թխես եկել։ Ես թևերը տալիս էր, ես էլ ասում եմ լավ։ Բռնվեք։ Հա, բա, պապա ջան, դու պահի ես գալիս եմ։ Վերջին հարցն ենք լսում։ Բայց տենց է։ Իսպանիայում եւ Լատինական Ամերիկայում քանի ողկույզ խաղող են ուտում զանգերի ղողանջների ընթացքում ի նշան բարեկեցության։ Իսկ ինչ զանգ ներեցեք։ Ամանորյա զանգերի Դե մասին է ուրեմն խոսքը։ հարցը ճիշտ էր։ Յանի գիտեմ, հեսա պատասխանել է։ Այն վատ ուսանողներից ես, որ հարցը չեն հասկանում, բայց կռիվ են սարքում։ Հա, ես էլ էի 12 ուզում Հա, գրել։ էլի տենց ամսվա հետ տարվա բանը ամիսներին Ես բնորոշ։ նույնիսկ հիշում եմ խորհուրդը, որ ամեն զանգի ընթացքում պիտի արագ այդ խաղողի ողկույզը ուտես եւ 12-ը պիտի սպառես այդ զանգերի ընթացքում, Թե չէ հաջողությունդ գնում է, ցլերը քեզ գցում են ոտի տակ։ Գա նաեւ հաջորդ Նույն տարի։ ասած քացու տակ։ Շատ ացավացրին։ Ես ունենց հիշաչար մարդ եմ։ Ինձ չի կարելի տիկտյանել։ Պատասխանի հեսա կասեմ։ Լսենք ճիշտ պատասխան։ Ամանորի կեսգիշերին խաղողի 12 ողկույզ են ուտում 12 զանգերի Բայց այս ընթացքում։ անգամ միավորը կտանք քեզ, Որտեվ արդար պետք է լինես, առաջինը ես եմ դու գրել։ էիր գրել, բացի այդ մեր տաղավարից բոլորը պիտի գնան հաղթանակած ուրախ տրամադրությամբ։ Այդ պիտին ով է որոշե։ Ես Հա, հետո ես քո հետ առանձին խոսամ կհասկանաս, որ պիտի չկա։ Քո հաղորդումն է դա։ հեսա քիչն ենք այնտեղ կպապասենք։ Ով է կտան մեզ։ Շենքի հետևում։ Հա, մեր տան մոտ ստեղ է ապրում։ Մեր մայլա էս կա։ Մերսի շատ, որ այնպեսին ես, ինչպեսին կաս,
ու չես խաղում, որովհետև դա երևի ամենամեծ արժեքն է, որ մարդը անկեղծ է ու ազնիվ է ու ցույց է տալիս այն, ինչը զգում է եւ ինչպես մտածում է, այդպես արտահայտվում է։ Շնորհակալ եմ այս տոնական եթերի համար։ Չգիտեմ որքանով էր տոնական ձեզ համար սիրելի դիտողներ, բայց մենք ունենք մեր ազգում թաթա, որ ունի նոր տարվա երգ։ Վերջ, ինչ ուզում ես արա, դա ամբողջ կյանքը գնալու է։ Եթե այս եթերը ձեզ համար բավարար տոնական չէր, միացրեք Թաթայի նոր տարի երգը, իսկ մենք ձեզ հրաժեշտ ենք տալիս եւ մաղթում ենք ուրախ տարի։ Թիվ թվաբանություն, ճիշտը կռահելու հմտություն։